տեղի ունենալու։ Պարոն Փաշինյան, թեման շարունակելով, նախ դուք Ռոբերտ Քոչարյանին դատում եք վաղեմության ժամկետն անցնող մի հոդվածով, այնպես որ մի հատ ձեր իրավական համակարգին հասկացեք ինչպես է դա ստացվել, հետո նոր թվարկեք ապօրինի գույքերը, ընդ որում որը իրավականորեն պետք է կարողանաք ապացուցել, բայց հարցը դրա մասին չէ, դուք ասում եք այո, իրավացիորեն պնդում եք, որ դուք 26 թվականի հունիսի 5-ին հրապարակում հրահանգը տվել եք իրավապահ համակարգին, կրկնեցիք նույնը ազգային ժողովի ամբիոնից, ասեցիք, որ ժողովրդի պահանջն է դա։ Հիմա, եթե դուք հրահանգ տալիս եք, ձեզ ընտրած ժողովուրդը դատում է բոլորին, իրավապահ ամբողջ համակարգին չի եք պահում, քննչականը, դատախազությունը, այդ ինչի համար են, եւ անարդար չէ արդյոք ձեզ ընտրած ժողովրդի հանդեպ, որ պահում եք այդ կառույցները, խոշոր բյուջե եք տալիս, պարգևավճարներ, գուցե լուծարեք դրանց, ձեր ընտրած քաղաքացիներին տակ այդ գումարները, մեկը դատը իրենք են անում, դուք էլ գնաք նստեք հրապարակում, ձեր հայտնի մուրճը վերցեք, դատ ու դատաստան իրականացնեք, գուցե սխալան աշխատի, արդյոք անարդար չէ ձեզ ընտրած քաղաքացու հանդեպ այս իրավական գործընթացները, եթե իրենք են դատում, բայց արդյունքը ֆինանսապես նրանց չի հասնում։ Եվ երկրորդը դուք ասում եք, որ նաև այն հատվածը հասարակության, որը ձեզ ձայն չի տվել, նրանց այսպես բնութագրել եք ավելի վաղ 100%-ով կաշառքով ընտրած, հետո 70%-ով, հիմա անարդար է նաև նրանց հանդեպ ձեր վերաբերմունքը, նրանք ձեզ այդ պահանջը չեն ներկայացրել, այսինքն նրանք այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, ոչ մի պահանջ չունեն, ոչ մի բան ձեզանից ակնկալիք չունեն, նրանց պահանջները կարելի է հաշվի չառնել, սա այս մասով առաջին հարցը, եւ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, տևական ժամանակ ձեր կին Աննա Հակոբյանը մի արշավ է սկսել ընտանեկան բռնության հետ կապված։ Հետաքրքիր զուգադիպությամբ շատերը հետին մտքեր են տեսնում նաև այստեղ, դա համընկեց այն ժամանակահատվածի հետ, երբ նորից մենք Աննա Հակոբյանին տեսանք ձեր կողքին, որ հայտարարել էր, որ հեռանում է ամառանոցից։ Մարդիկ ասում են, ինչու այս ժամանակահատվածը ընտրվեց, ինչն էր պատճառը, որ նոր Տիկին Հակոբյանը հիշեց ընտանեկան բռնության մասին, դա նոր երևույթ չի, դա քրեական օրենսգրքի համապատասխան հոդված ունի, ինչու է հիմա որոշել խստացնել եւ ընդհանրապես դուք ինչպես եք վերաբերում այս հարցի Տիկին Հակոբյանի կողմից այսպեսի մեծ լայն արձարծմանը։ Նախ ես հունիսի 5-ին հրահանգ չեմ տվել, ես հունիսի 5-ին ձևավորել եմ եզրափակիչ հայաստանյան այցի արդյունքներով քարոզարշավի առաջիկա պետության անելիքների օրակարգի մի հատվածը։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով, որտեվ ես ուր գնում եմ, էլի ուզում եմ ձեզ, այսինքն դուք մի մասում ներկա եք եղել, ինձ համար ամենամեծ դժվարությունը եղել է այն, որ մարդիկ ինձ առաջ հարց են դնում, ասում են կոռուպցիոներները, թալանածները երկիրը ինչի պատասխանատվություն չեն կրում։ Եվ ես մարդկանց մինչ բացատրում եմ, ասում եմ, գիտեք, դատական, իրավական համակարգը, չգիտեմ ես, չգիտեմ են, օրենսգրքի ինչ հոդվածի երկրորդ պարբերության 6-րդ տողում սենց բան ա գրած, մարդիկ ասում են ձեռ ես առնում մեզ ոնց որ։ Եվ այդ հարցը այնքան ա սրվել քարոզարշավի ընթացքում, որ ես ստիպված եմ եղել եզրափակիչ մեր հանրահավաքը 35-40 հազար մարդու ներկայությամբ դա ձևակերպել որպես օրակարգ եւ մարդկանց էլ ասել եմ, էսա գնացեք սրա օգտին քվեարկեք։ Իրավապահ համակարգը, էլ եմ ասում, անկախա ումից իրավապահ համակարգը կարա անկախ լինի կառավարությունից եւ անկախ ազգային ժողովից, բայց պետությունից ու ժողովրդից չի կարա անկախ լինի։ Եվ պետքա պետության եւ ժողովրդի շահերին ծառայի։ Եվ պետքա ծառայի։ Ինչ վերաբերում դուք ինձ ասում եք դատում եք ժամկետը անցած։ Ես կներեք, ես մանրամասները չգիտեմ, բայց մի րոպե կներեք։ Ես դժվար եմ պատկերացնում, ես չեմ կարա հավատամ, որ մեր իրավապահ քննչական մարմինները եւ դատախազությունը եւ օպերատիվ մարմինները ու պրոֆեսիոնալիզմը ես գիտեմ, կարող են այդպիսի բան անել։ Ոնց կարա տենց բան լինի։ Ինչ։ Իրանց ում։ Ես քիչ առաջ շնորհակալություն հայտնեցի այն մարդկան։
Եկեք իսկապես դուք ավարտեք, որ ես է հարցնեմ։ Ես ուզում եմ ուղղակի ասել, որ դուք քիչ առաջ ասել եք ամբողջությամբ եմ մատնված եղեք եւ ճիշտ գործընթացներ չեն սկսել։ Այո, ես խոսում եմ օրինակ նախկին գլխավոր դատախազի մասին։ Ես խոսում եմ ԱԾ-ի նախկին ղեկավար կազմի մասին, որ դուս են եկի հայտարարություններ են անում։ Եվ ես իմանալով մեր այսօրվա եւ որպես ոչ որպես վարչապետ, որպես քաղաքացի, մեկը այն քաղաքացիներից, որ կանգնած է եղել հանրապետության հրապարակում, ես էլի շնորհակալություն հայտնեցի մեր դատաիրավական համակարգի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ի վերջո այս բացահայտումները արել են։ Ես չեմ կարող հավատամ, ես բացառում եմ ուղղակի, ես չգիտեմ, դա իմ գործը չի բան անել, իրավական անալիզի ենթարկել, բայց ես չեմ կարող դրան հավատամ, դա բացառված է, որ չգիտեմ, անիրավաչափ հիմքերով իրանք որևէ բան անեն։ Դա պարզապես բացառված է։ Եվ բայց էլի ուզում եմ ասեմ, ի վերջո այդ թվում դուք, ի վերջո վերաբերմունք ձևավորեք։ Այսինքն ձեզ համար նորմալ է, որ մարդ կարա գա երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատի եւ դառնա միլիոնատեր դոլարային, ձեզ համար դա նորմալ է։ Ասեք, որ նորմալ է ձեզ համար։ Ասեք, որ նորմալ է։ Գրեք, բարձրաձայնեք, մի բան արեք, այսինքն դրանով ինչ անում եք, բայց այդ նյուանսն է փաստողեք։ Գրեք ձեր լրատվամիջոցներում, որ այո, ինչպես են ազնիվ վաստակը Ռոբերտ Քոչարյանի, չէ՞ որ նրանք Հենրի Ֆորդից էլ տաղանդավոր բիզնեսմեն են, նույնիսկ Հենրի Ֆորդը ասում էր, ինձ մի հարցրեք առաջին 1 միլիոնը որտեղից մնացածի հաշվետվությունը ես ձեզ կտամ, այս մեր սուպեր բիզնեսմեններն ասում են, մեզ մի հարցրեք։ Դա նորմալ է։ Եթե նորմալ է, բայց խի միլիոնատեր չեմ ժողովուրդ։ Այ եկեք հիմա անդրադառնանք այն, որ գրում էիք, որ չգիտեմ, կամ կներեք, ով որ գրում էր, որ ես Ֆրանսիայում առանձնատուն ունեմ, որ Աննան Կանադայում առանձնատուն ունի, որ չգիտեմ որտեղ ինչ ունեմ, այդ ամեն ինչը գիտեք ինչի համար է։ Դրա հեղինակն էլ էին իրանք, ցույց տալով, որ դա նորմալ է, որ գալիս է այստեղ հայտնվում ես, պետք է սկսես միլիոնատեր դառնալ, որ դա նորմալ չի եւ չի լինելու այդպես։ Ինչ վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնց մասին դուք ասացիք, ես մեկ ընդմիշտ ասել եմ, Հայաստանի քաղաքացիները, եթե համարում են, որ սխալ է տեղի ունենում եւ պետքա կանգնեցնեն, իրանք իրավունք ունեն հեղափոխություն անեն։ Ունեն այդ իրավունքը։ Թող հանուն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների Կալուգացի օլիգարխի եւ Սերժ Սարգսյանի վաստակած ազնիվ վաստակի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եթե համարում են, որ պետք է պաշտպանեն նրանց ազնիվ վաստակը, թող դուրս գան փողոցներ եւ պաշտպանեն ամենայն հարգանքով եւ լրջությամբ եմ ասում, մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, բերեն իրանց սիրելի եւ ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, բերեն տեղավորեն այս կառավարման շենքերում, մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան անեն։ Ես օքեյ եմ այս սցենարի հետ։ Եթե իրանք դա են ուզում, ժողովրդի որոշումը ինձ համար ընդհանրապես քննարկման ենթակա չի։ Հա, երկրորդ հարցը, ինչու հիմա երևի հարցը ճիշտ է Աննային տալ, ինչու հիմա։ Ոնց եմ ես վերաբերվում։ Ես վերաբերվում եմ հետևյալ կերպ, կարծում եմ, որ շատ խիզախ բան է անում Աննան, որովհետև մենք բոլորս գիտեք ինչ կա մի ճշմարտություն, որ բոլորս գիտենք, բայց այդ մասին ընդունված չի խոսել։ Եվ ամենամեծ խիզախությունը բոլորիս հայտնի բայց տենց ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանն էր ասում, համաձայնության գաղճ մթնոլորտում եւ լռության գաղճ մթնոլորտում պահելն է։ Դուք բոլորս, մենք բոլորս գիտենք,
Ընդ որում պարտադիր չի, որ մենք ամբողջ ծավալով իմանանք, որովհետև ժամանակակից գիտությունը եւ ժամանակակից տեսությունը շատ հազարավոր բաներ կան, գրքեր կան այդ թեմայով գրված։ Ասում եմ, որ բռնությունը մենակ չնայած այս դեպքում իհարկե առաջին հերթին ֆիզիկական բռնության մասին է, բայց մենակ ֆիզիկականը չի բռնությունը շատ ավելի բազմաշերտ երևույթ է, որը մենք նույնիսկ չենք ճանաչում, մեր իրականությունը չի ճանաչում։ Եվ ես կարծում եմ, այո, այն պայմաններում, երբ որ Հայաստանի բնակչության մեծ մասը կանայք են եւ այդ նշանակում է մեր երկրի տնտեսություն եւ ընդհանրապես մեր երկրի զարգացման հիմնական ներուժը կանայք են, մենք պետք է կարողանանք կանանց պաշտպանել, այդ թվում ընտանեկան բռնությունից եւ մեր ընտանիքները պաշտպանել, որովհետեւ դա իր հերթ բերում է հետևանքներ եւ կանանց եւ տղամարդկանց եւ երեխաների համար եւ դա է իմ դիրքորոշումը դա է եւ մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ անպայման պետք է առերեսվենք եւ ձեզ էլ կոչ եմ անում ակնհայտ բաները որոնք դուք գիտեք բայց որոնց մասին ընդունված չի խոսել ինչ եք լռությամբ մատնում հիմա Աննան է դրա մասին խոսում դրա համար փորձ արվում դրա շուրջ այլ մթնոլորտ ձևավորել շատ լավ նախկինում ուրիշները թող բավարար չափով լրատվամիջոցները քաղաքական ուժերը դրա մասին խոսեին թող բոլորը խոսեն եւ իրենց դիրքորոշումը ասեն բայց ճշմարտության լեզվով խոսեն Պարոն Փաշինյան, նախորդ հարցոպատասխանին դուք խոսեցիք Տիգրան Աշրենի մասին, այն անվանելով քյարքի։ Եթե